Ես օր ու գիշեր աշխատելով պատրաստեցի Կոմիտասի 3 մետրանոց արձանը, որը Կոմիտասի անվան պողոտայի սկզբում տեղադրեցի։ 4 օր անց այլևս չկար այդ արձանը, վերցրել ու շպրտել էին արվեստանոցիս առաջ։ Իմ աչքերը չէին կարող տեսնել այդ բեկորները։ Ինձ կանչեցին ու ասացին, որ եթե կոստյումով պատրաստ եմ, կընդունեն, բայց եկեղեցական հանդերձանքով Կոմիտասին ընդունել չեն կարող։ Ես ասացի, որ քանդակագործ եմ, ոչ թե դերձակ, և դա ինձ չներվեց։ Դրանից հետո սկսվեցին սպառնալիքները։ Այս միջադեպից հետո հայ քանդակագործ, նկարիչ, Կանադայի Գեղարվեստի ակադեմիայի անդամ Արտո Չակմաքչյանը մեկնեց Հայաստանից և մշտական բնակություն հաստատեց Կանադայում։ Նրա չընդունված Կոմիտասն այսօր տեղադրված է ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքի վերածնունդ հրապարակում։ Ես գնացի Հայաստանից, որ շարունակեմ սիրել Հայաստանը, ոչ մի օր հոգով չեմ հեռացել Հայաստանից, իսկ այն, ինչ արեցին, իմ հանդեպ չէր, Կոմիտասի հանդեպ էր, արվեստի հանդեպ էր։ Ես չէի կարող ապրել մի տարածքում, որտեղ Կոմիտասի հետ այդպես են վարվում, ասում էր քանդակագործը։ 2010 թվականին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպել է Արտո Չակմաքչյանի քանդակների ցուցահանդեսը։ Նրա ստեղծագործությունները տեղադրված են Մոնրեալի, ինչպես նաև աշխարհի մի շարք այլ քաղաքների հասարակական վայրերում։